Իսկ պետք է կարող գցենք իրար։ Չէ, ոչինչ։ Ումենա ես այնտեղ բանավոր ասացի թող։ Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Ես անկեղծ եթե լինենք, այսօր չի ցանկանա եթեր անել, որովհետև Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի 100-ամյա տարեդարձն է ու ես տոնական տրամադրություն ունեի մինչև դոկ կուսակցության լրատվական էջը ինձ մոտ Facebook-ում չբերեց երկու գրառում, մեկը բերել էր, բանի տեղ չէի դնում, հետո երկրորդը բերեց, մի քանի ժամ հետո, ու ես որքան էլ ամեն պղծի անուն չեմ սիրում տալ, իհարկե մի քանի անգամ այս 5 տարիների ընթացքում ստիպված եմ եղել անդրադարձ կատարել, այն էլ անդրադարձ եմ կատարել ոչ թե դոկի մասին է խոսքը, Վարդան Ղուկասյանի, ոչ թե նրա համար, որ նա չգիտեմ սրան նրան հայհոյում, այլ նրա համար, որ կոնկրետ ինձ ու իմ ընտանիքին էր հայհոյում, իմ գործունեության համար ու պախարակում։ Ես այդ արժե համակարգը գնահատել եմ խելահեղ հիվանդ արժե համակարգ միշտ տարբեր դեպքերում տարբեր կերպով եմ անդրադարձել, հակադարձել, ավելի շատ ոչ թե անդրադարձել, այլ հակադարձել ստին, կեղծիքին եւ երեք խոսալով գեղեցիկ թեմաներից ինձ համար որպես նվազագույն իմ կարծիքն է, դա ինչ իրավունք ունեմ, որպես նվազագույն արժեհամակարգային միավոր, այո, նրա անունն եմ տվել, բայց ինչ-որ մեկին այլևս կողքից ինչ-որ բան չեմ վիրավորել, որովհետև ես այդ մակարդակին չեմ իջնում։ Այնուամենայնիվ, ժողովուրդ ջան, էլի չէ իջնի, եթե անկեղծ լինենք այդ մակարդակին, բայց հավատացեք ժամանակ առ ժամանակ ստիպված ես լինում, հատկապես, որ խոսքը ոչ թե անձի մասին է, որ կամ արհամարես կամ չարհամարես, այլ խոսքը կոնկրետ իրավաբանական անձի մասին է, այսինքն կուսակցության, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում եւ ըստ էության իր գործունեությամբ պիտի հարգի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ես իմի թե ովադոգը զուգահեռ ես կփորձեմ խոսել, հանգիստ կարող եք դիտել ժողովուրդ ջան, իրենց մակարդակին չեմ իջնելու, հայհոյանքներ չեն լինելու բնականաբար, այդ հաճույքը նրանց չեմ պատճառի, բայց մի քանի մեկնաբանության ուզում եմ անդրադառնալ այնուամենայնիվ, նախ ես ձեզ ցույց տամ այդ գրառումը, տեսեք, քանի որ ես իհարկե բոլորից շատ հարգելով եւ շնորհակալություն հայտնելով, որ դիտում եք եթերը եւ հնարավոր է տարածեք, այնուամենայնիվ վերնագիր եմ դրել ու ավելի շատ փորձելու եմ սրա կուսակցականներին, դոկ կուսակցության ներկայացուցիչներին հրավիրել դասընթացի, բարոյախրատական դասընթացի, գուցե այդ մարդիկ չգիտեն, չեն հասկանում, գուցե դեբիլ են, գուցե պարզապես իրենք էլ այդ նույն արժեհամակարգի կրողն են, դրա համար են այսպես ագրեսիվ իրաց պահում։ Սկսենք այնտեղից, իհարկե հարգելիով չեմ դիմի ձեզ, ոչ մի ձև չեմ դիմի, սկսենք այնտեղից, որ դուք երևի տեղյակ չեք, բայց դոգը առաջինը ձեզ է հայհոյել ու շատ կեղտոտ հայհոյանքով, ես ձեզ հիշեցնեմ, երբ որ Երևանի ավականու ներկայացուցիչները այս կուսակցության, իր նախկին կուսակցության բանը առանձնացան ու իրենց միջով սև կատու անցավ իր արտակի եւ այլն, չնայած չի որ արտակի հանդեպներով ամիտ գտնվելու բան կա, սա եթեր արեց ու իր լեքսիկոնով ասեց ես եմ ոչ թե ստեղծել այդ կուսակցություն, այլ հայհոյանքով ասեց, թե ոնց է արտադրել այդ կուսակցությունը ու ասեց չի լինի, ես մի հատ այդ նույն ձևով կարտադրեմ
իհարկե հայհոյանք է այդտեղ օգտագործել, շատ կեղտոտ լկտի հայհոյանք, ու արտադրելա ձեզ, հասկանում եք, sense որ նայում եմ մարդիկ կան այնտեղ, այսինքն դուք գլխանց համաձայն եք, որ դա այդպես է։ Իհարկե նրանք, ովքեր չեն կարող խոսել, ես չեմ սիրում անդրադառնալ, բայց այնպես չի, որ սույն անձնավորությունը երբևէ խոսել է, համարել դա խոսք, պարզապես չափազանցություն կլինի, բայց ինքն էլ է դա խոսել, թե ինչ վնաս է հասցրել մեր հասարակությանը իր գործն է, բայց հիմա ես ձեզ պատմեմ, ձեր Վարդան Ղուկասյանը գրը ուշնիկն է, գրը գիտեք ինչ է, Google Chrome-ով գրեք ռուսերենով GR ու տառերը, մեծատառերով ու ձեզ կբերի, թե դա ինչ է, ու փոքրիկ հուշում, գրոյի ներկայացուցիչը երբեք նախկին չի լինում, սա մեկ, երկրորդ նա այն անձնավորությունն է, որ ռազմական գործողության ժամանակ պոստերի թվերն էր ասում ու հուշում, թե որտեղ վիրավոր զինվորներ կան, շատ լավ հասկանալով, որ իր եթերի տակ ադրբեջանցիներ են նստած։ Երրորդ, նա ինքն է իր բերանով ասել, որ ունի ադրբեջանցի գեներալ ընկեր, ով իրեն ինֆորմացիա փոխանցում, որպեսզի ուղեղներ հետ մտնի, ասեմ հետևյալը, ոչ մեկ ոչ մեկին, ոչ մի բանի դիմաց չի փոխանցում ինֆորմացիա։ Եվ եթե այդ ադրբեջանցի գեներալը այդքան հայասեր է եւ ուզում էր Հայաստանի լավը միայն դրա համար էր այդ ինֆորմացիան փոխանցում, ապա հնարավոր է այդ նույն գեներալին կարելի է հերոսի կոչում տալ, հա, ադրբեջանցի ազգությամբ, ով մեր մասին այդքան մտածել է ու ծառայություններ է մատուցել պաստորեն եւ գաղտնի եւ այլ կառույցներից ուժային Ադրբեջանի կարողացել է այդպես բան մնալ։ Ուրեմն, որպես գաղտնիք մեր հասարակությանը նույնպես ասեմ հետևյալը, գաղտնիք չէ, կուզեք հավատացեք, կուզեք ոչ ձեր գործն է, դոգը երբեք ճիշտ բան չի ասել։ Կարող ասեմ ինչ-որ փուչիկի նման, հա, ասենք օրինակ, կարա ասի գնելին տեսել եմ խանութ գնալուց ու այդ խանութում գողություն անելուց հագնել, մի հատ մոխրագույն մայկա էր։ Ու ասենք հիմա մոխրագույն մայկա է հագած ու եթե որևիցե մեկը այդ օրը ինձ տեսել է մոխրագույն մայկով, այդ պատմության մեջ կարա լինի մենակ մոխրագույն մայկ են ճշմարտություն, բայց արդեն մարդկանց մեր ուղեղի մեջ լսնի։ Նա այն մարդն է, որ ժամանակին, երբ որ ես բուլդոզերի գումար էի հավաքում, նա ամեն ինչ արել է այդ գործ մեր զինվորներին ու դիրքերին շատ անհրաժեշտ էր, նա ամեն ինչ արել է, որպեսզի այդ գումարը չհավաքվի, այդ գործողությունը տեղի չունենա, արել է դա իր եթերներով անընդհատ եսի միջեր անելով, երբ ես նրան առաջարկել եմ, եթե այդքան մտահոգ եկեք դիմեք համապատասխան մարմիններ, թող գան ստուգեն Բարդբանջի ու մինչև այսօր, իմիջայլոց 20 թվականից մինչև այսօր այդ բոլոր քաղվածքները ինձ մոտ կան, այն բանի համար, որ մարդ ես, մի օր մեկը գա, ասի ախպեր ջան, ես այդտեղ 5000 դրամ փող եմ փոխանցել, ուրա ես ցույց տամ ուրա, հա։ Ու խափանեց այդ գործընթացը, այդ լկտի անձնավորությունն է եղել, պիղծ անձնավորությունն է եղել, բարոյական արժանամակարգից կիլոմետրը 180 աստիճան տարբեր վայրում է գտնվել։ Ու էլի սենց բաներ, ես խոսում եմ իմ մասով եւ հիշեցնեմ, ես այո, հանրային գործիչ եմ ու հետեւաբար հասկանում եմ, ըմբռնում եմ, որ իմ խոսքը նույնպես կարող է քննադատության ենթարկվել, կարող են անհամաձայնություն հայտնել, կարող են ընդ որում սուր քննադատել։ Ես դրա հետ հաշտ եմ, որովհետև դա նորմալ է, առհասարակ երբ որ մարդը հանրային գործունեություն է ծավալում, մեր օրենսգիրքը իր կանոններով այնպիսին է, որ պիտի հասարակական գործունեություն ծավալողը ծանոթանալով այդ օրենքներին հասկանա, որ որտեղ ինքը կարա նեղվի, որտեղ չէ, որ դեպքում կարա դատի տա, օրինակ, որ դեպքում չէ, եւ այլն եւ այսպես շարունակ։ Ասեմ ավելին, որպես պախարակող խոսույթ նաև կիրառել է թե այն հանգամանքը, թե ես, չգիտեմ, սպիդ եմ, հետո թե ես նարկոման եմ,
հետո թե ես ալկաշ եմ, ինչ ասես ասել է, եւ ինչպես նա, այդպես էլ ձեր կուսակցության որևիցե ներկայացուցիչ, եթե հետս գա որպեսի գնանք բուժզնումը անցնենք, չեմ կարծում, թե ինձնից առողջ է լինելու է նրա արյունը իմ արյան նման մաքուր, հա, նարկոտիկի տեսանկյունից, եւ ինչու ոչ մարիխուանայի տեսանկյունից նույնպես, որովհետեւ ես առհասարակ կյանքում չեմ օգտվում նման բաներից, եւ այո, նաեւ ալկոհոլիզմի մասով, չգիտեմ, կգտնվի ձեր մոտ մեկը, որ հետս կհամաձայնի գա բուժզնման, թե ոչ, այսպիսի մուտիլովկաներ է տարածել տվյալ անասունը, եւ գիտեք ինչ, եթե նա ունի խնդիր, մենք ունենք դատարաններ, բայց հիմա ես ձեզ ցույց կտամ կուսակցության գրառումը ու ավելի կսկսեմ ձեզ բացատրել դուք կուսակցության ներկայացուցիչներ, թե առհասարակ ինչն ինչոց է, եկեք հերթով գնանք, սա դոկ կուսակցություն լրատվական, ուրեմն սենց մի հատ փոքրիկ հուշում հատուկ տգետների համար, որ եթե կուսակցություն, ես որքան հասկացա դեմոկրատիա օրենք ու չգիտեմ ինչ, սենց մի բան է բացվում, այս դոկ անվանումը, ես հատուկ ձեզ դեբիլների ասեմ, որ երբ որ գրվում է հապավումով, այսինքն ամեն բառի առաջին տառով, այդ դեպքում բոլոր տառերը գրվում են մեծատառով, սա սենց անվճար ձեզ խորհուրդ հատուկ տգետներիդ, հիմա գրառումը, Գնել Սարգսյան, օրինակ պատկերացրու, եթե դու կորես կամ պատահաբար մեկ ուրիշ երկիր գնաս ու մեկ շաբաթ չերևաս էկրաններին, քո մասին բացի հարազատներից ու ընկերներից, ով կհիշի, դու ասում ես Վարդան Ղուկասյանը ով է, որ իր մասին այսքան գրում եք, բայց տես երեք մեր կուսակցության հայտարարությունների մասին գրել էր գրեթե ամբողջ մամուլը, հիմա մի հարց ունենք քեզ, իսկ դու ով ես, ինքդ քեզ հարցրու դու ով ես, գնար զբաղվիր քո բլոգերությամբ ու մեր գործերին էլ չխառնվես։ Ես նախ հրապարակում եմ, հետո մեկնաբանությունները, հետո երկրորդ հրապարակում եմ, այնպես որ զինվեք համբերությամբ, մենք դեռ երկար ենք զրուցել։ Նախադասություն առ նախադասություն հատուկ տուպոյների համար։ Գանք առաջին նախադասությունից։ Գնել Սարգսյան, օրինակ պատկերացրու, եթե դու կորես կամ պատահաբար մեկ ուրիշ երկիր գնաս ու մեկ շաբաթ չերևաս էկրաններին, քո մասին բացի հարազատներից ու ընկերներից ով կհիշի։ Տեսեք, եթե մարդուն չհիշեն, եթե մարդուն հիշում են, թեկուզ մի քանի ամիս անց, թեկուզ 1 տարի, թեկուզ 10-20 տարի առաջ, դա դեռ չի խոսում նրա մասին, որ տվյալ մարդը լավ մարդ է։ Ես կարող եմ հատուկ ձեզ համար մի փոքրիկ մեջբերում Հովհաննես Թումանյանից։ Գործն է անմահ լավ իմացեք, որ հիշվում է դարեդար, էռնեք նրան, ով իր գործով կապրի հավերժ անդադար։ Վատնել եմ միշտ հիշվում հավերժ, անեցք նրա վատ գործին, որդիդ լինի, թե հեժնումեր, թե նամուսով սիրած կին։ Կարծում եմ ինձ կարող է չընդունեք, բայց Թումանյանին չնայած ձեզանից ես սպասում եմ, որ դուք Թումանյանին էլ չեք ընդունի, կամ գուցե չգիտեք Թումանյանն ով է։ Տեսեք։ Այսինքն մարդուն կարող են հիշել նաև իր վատ գործերով, հա։ Ու ամեն մեկը ունի իր կարծիքը։ Դուք կուսակցություն եք, բացում եք սահմանադրությունը, եթե մինչև այսօր չեք բացել, ու կարդում եք այնտեղ, ու անպայման կարդալու եք, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, կրկնում եմ, ցանկացած քաղաքացի ունի կարծիք ունենալու եւ կարծիք հայտնելու իրավունք։ Սա ձեզ անվճար խորհուրդ։ Սույն անձնավորությանը, իմիջայլոց, օրինակ Հիտլերին 80 տարի է հիշում եմ, հասկանում եք, ու կան այդպիսի շատ վատ մարդիկ կան, Թալյատին, շատ վատ մարդիկ կան, ոնց հիշում են, անգամ Հանիբալներ կան, մարդակերներ եւ այլն, որոնք շատ մեծ մարդ են կերել ու իրաց դից հիշում են։ Այսինքն մարդուն հիշելը դեռ չի խոսում նրա ով կամ ինչացու լինելուց։ Իսկ ինձ թե ով կհիշի, ով չէ, ես մի հատ փոքրիկ հուշում, հա, ես արդեն մոտ
10 տարուց ավել է, ոչ մի ֆիլմում չեմ նկարահանվել, բայց գոյություն չունի գետ մեկ քաղաքացի, ով չի հիշում, որ ես դերասան եմ եղել մասնագիտությամբ եւ ըստեյության կամ մասնագիտությունս դա է։ Այսքան այդ հիշելը չէ, այսքան եղել եմ այդքան տպավորիչ, հա, կարողացել եմ ներկայանալի լինել եւ այլն։ Իսկ իմ ընկերներից մարդու կյանքում փոփոխություններ միշտ են լինում։ Ես ինքս շատ ընկերների ժամանակին, երբեմնի ընկերների գուցե չհիշեմ, դա խնդիր չի։ Իսկ եթե խոսում ենք հենց ընկեր հասկացողությունից, ասեմ, դուք մինչև այսօր վախենում եք իմ դեմը դուրս գաք մի պարզ պատճառով, որովհետև դուք շատ լավ գիտեք ես ինչ ընկերական շրջապատ ունեմ։ Հիմա շարունակենք։ Դու ասում ես Վարդան Ղուկասյանը ով է, որ իր մասին այսքան գրում եք։ Բայց տես, 3 մեր կուսակցության հայտարարությունների մասին գրել էր գրեթե ամբողջ մամուլը։ Հուշեմ ձեզ։ 2 հանգամանք հատկապես։ Առհասարակ դուք կուսակցություն եք։ Եվ երբ որ չկլասի կուսակցություն էլ լինեք, ասենք օրինակ, հա, Արզականյանը նույնպես ունի կուսակցություն։ Եթե Արզականյանը մի բան լինի ու նրա կուսակցությունը պաշտոնական հայտարարություն անի, հիմնականում մամուլը վերցնելու է արտատպի, որովհետև կուսակցություն եք։ Սյուրպրիզ, բան ձեզ համար, հա, ես սյուրպրիզ անեմ, դուք կուսակցություն եք։ Ցավոք սրտի։ Ու բնական է, երբ որ կուսակցության ղեկավարին մի բան ալինում, ու մամուլը դա գժում է։ Ընդ որում, երկրորդ դիտարկումը հիմա, որը ամենակարևորն է։ Գորժ ջան, ափսոս է, բայց ես չեմ կարող սա այսպես թողել, ընդ որում ասեմ, որ խորհուրդ կտամ, ովքեր այնտեղ մեկնաբանություններ են թողել, հավայի տեղը չջնջել, ես ամբողջը զապիս եմ արել, թե վիդեո տարբերակով, թե ֆոտո տարբերակով, եւ շատ հնարավոր է, որ դիմեմ դատախազություն այս կուսակցության հետ զբաղվելու համար։ Ովքեր որ սահմանափակում են ըստ էության իմ կարծիք ունենալու իրավունքը եւ դա դեռ քիչ է, ես երկրորդ հրապարակումն էլ հեսա ցույց կտամ, սպառնում են ոչ միայն ինձ, այլ նաեւ քաղաքացիների, ովքեր ունեն այլ կարծիք։ Շարունակենք։ Հիմա միտքը շարունակեմ։ Հիմա երկրորդ գաղտնիքը ձեզ համար բացեմ։ Սույն գռուշնիկը երբեմնի ով ներկայանում ա դոկ, նա դուք կուզեք ընդունեք, թե չեք ուզի ընդունեք, բայց նա Սերժ Սարգսյանի ձախ ամորձին է, աչը չի, աչը հանրապետականն է, ձախ ամորձին է, հասկանում եք, աչը որ ասում եմ հանրապետական կուսակցությանը ամբողջովին չեմ ասում, այնտեղ դուք գիտեք, ումոնց է վերաբերվում իմ անիմանալը, ու սա ես ասում եմ, ոչ թե կարծելով այդպես, այլ հստակ իմանալով, ու քանի որ ողջ մամուլ ասվածի 50-ից ավել տոկոսը պատկանում է Սերժ Սարգսյանի հետ աֆիլացված անձանց, բնականաբար ողջ մամուլը պիտի փոթորիկ բարձրացներ, առհասարակ ողջ մամուլը շատ բաներ է անում, ասենք, եթերները եղել, որ ինձ էլ ողջ մամուլը ֆիքսել է, հա, բայց դա չափորոշիչ չի լրջության, եթե ձեզ համար դա չափորոշիչ է, շարունակեք, դուք էլ հայհոյախառն լեքսիկոնով խոսել, ոնց չլինի, մի օր շատ այնպիսի տեղ աչքի կընկնեք, որ դա կլինի ձեր վերջին լպտալը, շարունակենք, հիմա մի հարց ունենք քեզ, ինձ հարց ունեն, իսկ դու ով ես, ինքդ քեզ հարցրու, դու ով ես, ի տարբերություն ձեզ, տիկնակ և պարոնայք պղծամոլներ, պղծի մոլի երկրպագուներ, ես ինքնահայեցմամբ շատ եմ զբաղվել, այդ թվում նաև հրապարակային, ես, բայց չեմ զլան, ձեզ կասեմ, կարճ կարող եմ ասել, կարող եմ երկար, բայց որպեսզի մարդկանց էլ չձանձրացնեմ, ասեմ երկար։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, գիտակից եւ այո, նաեւ հպարտ քաղաքացի, ով հիանալի գիտի իր իրավունքները եւ հիանալի գիտի իր պարտավորությունները։ Իմացեք ով է։
ինչ որ բան փոխեց դա ձեր կյանքում, թե դեռ ոչ։ Գնաց զբաղվիր քո բլոգերությամբ ու մեր գործերին էլ չխառնվես։ Հուշում, ես եթերով եմ ասել, հիմա էլ եմ ասում, ես չեմ կարծում, թե ես բլոգեր եմ, բնավ, չգիտեմ իմ գործունեությունը անգլերենով ոնց է կոչվում, հա, ոնց է ընդունված անվանել, բայց ես բլոգեր չեմ հաստատ։ Ես հանրային գործունեությամբ եմ զբաղված, դա բլոգերությունն էլ ինչ որտեղ հանրային գործունեություն, այո, բայց բլոգեր լինելը դա որոշակի պրոֆեսիոնալիզմ է ակնկալում այդ ուղղությամբ, ինչը ես չունեմ, ու չեմ էլ մտնում այդ դաշտ։ Այնուամենայնիվ, ու մեր գործերին էլ չխառնվեց, ես կխառնվեմ ձեր գործերին։ Դուք չեք կարող ինձ արգելել, գոյություն չունեն նման իրավական լծակներ, որ կարողանաք արգելել ինձ խառնվելու ձեր գործերին, որովհետև հիշեցնում եմ, դուք կուսակցություն եք գրացված իմ Հայաստանի պետռեգիստրում, և ես ոչ միայն ձեր Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած պետական կառույցի, ցանկացած քաղաքական կառույցի, որը գրանցված է իրավաբանորեն, ես ունեմ իրավունք օրենքները չխախտելու աստիճան խառնվելու կամ այդ ձեր լեքսիկոնով հետաքրքրվելու իմանալու և կարծիք և բնութագիր հայտնելու, հասկացաք, և ոչ միայն ես, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի այդ իրավունքը ունի, Հայաստանի Հանրապետությունում իրավունքները դուք չեք որոշում ձեր կուսակցությունով, Հայաստանի Հանրապետությունում մեր իրավունքները անգամ ԿՊ-ն չի որոշում իրենց կուսակցությունով, խոսքը ազատության մասին օրենքներին է վերաբերվում, ազատությունների մասին, լավ, այնպես որ մի քիչ փորձեք ընթերցել, ըմբռնել ինչ է նշանակում կուսակցություն։ Եվ եթե ես սրան էլ ավելացնեմ, որ ես հանդիսանում եմ հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպության անդամ կամ նախագահն եմ առհասարակ, որը զբաղվում է հանրային վերահսկողությամբ և իրազեկմամբ, ապա հավատացեք ունեմ նաև շատ ամուր իրավական մանդատ խառնվելու կամ զբաղվելու ձեր կուսակցության այնպիսի գործողություններով, որոնք կհամարեմ տվյալ պահին ոչ իրավաչափ։ Հասկացանք իրար։ Հիմա շարունակեմ։ Մեր այս շենքը, որը որ Մետաքսի գործարանն առաջվա, այստեղ օֆիսներ են, 3 հարկ, կա նաև մարզասրահ, ներքևում կա օբյեկտ, ռեստորան, կա բարի խմբակ և այլն, երեխաներ են գնում գալիս։ Քանի ամիս անցած կլինի առաջան, մի 3-4, մի 3 երևի, մի 3 ամիս առաջ, ընդ որում դա դժվար չի ստուգելը, որովհետև ահազանգ է եղել ոստիկանություն այդ դեպքով, եկել էր մեկը ձեր կուսակցությունից, մի տիկին, բավականին սազական դոգի համակիրը լինելուն, այդ բանին, այստեղ լրբությունը կապել էր դոգային լեքսիկոնով, ինձ տեսնելուց ինչ-որ դիվահարվել էր, ամբողջ շենքը խառնեց իրար, մանկահասակ երեխաների ներկայությամբ հայհոյանքներ օգտագործեց, տարիքը կլիներ մոտավորապես 70, 65-ից 70, ցավոք հասցրեց ծլկել և ես էլ շատ գլխի տակ չդրեցի, բայց այնուամենայնիվ, քանի որ հասարակական կազմակերպության տարածքում է եղել, ես ահազանգ թողեցի ոստիկանություն։ Ահա ձեր ամբողջ կերպարը։ Եվ քանի որ դուք սիրում եք հպարտանալ այս պարագայում, որ ձեր կուսակցության ղեկավարը կամ պատվավորը, չգիտեմ դա ձեր գործն է, ոնց եք նրա ներկայացնում, ամբողջ մամուլը գրել է,
ապա ասեմ Հայաստանի Հանրապետությունում օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է այս բանը, վարչության ղեկավարն է։ Նիկոլ Փաշինյանն էլ որ մի բան ասում է, ամբողջ մամուլը գրում է։ Հիմա դուք ով եք այդ բազարի մեջ, եթե ձեր լոգիկայով գնանք։ Պատասխանեցի երևի ձեր հարցին։ Լավ, հիմա շարունակենք։ Դասընթաց է, էլի ինչ անենք, դա։ Շարունակենք։ Հիմա տեսեք, հա, հիմա եկեք ես ձեզ ցույց տամ, թե դուք ով եք։ Իհարկե ես եւ իմ հետևորդներին, ումոնց ես շատ հարգում եմ, չեմ հասցնի այն մակարդակին, որ իրենք լսեն բաներ, որոնք որ կարող եք լսեք դուք ձեր երեխեքի ընտանիքի անդամների ներկայությամբ, բայց որպեսզի եթերում մնա, ովքեր ցանկանան սկրինշոթով պահել, կարող են պահել։ Իհարկե այստեղ մարդիկ կան, ովքեր որ սատարում են ինձ, ինչի համար շնորհակալություն, ինչ եմ ասում շնորհակալություն, որովհետև ես հասկանում եմ, որ դուք գիտակցում եք, որ ձեր վրա էլ կհարձակվեն։ Այստեղ այս պահի դրությամբ կա 219 մեկնաբանություն, որոնց 90%-ը հայհոյանք է պարունակում, ընդ որում իմ ընտանիքիս հասցեին, շատերի հասցեին, մյուս քաղաքացիների հասցեին, ու այս բջիթուլեկի մեծամասնությունը նաև փորձել են fake էջերով հանդես գալ, իբր իրենց չգտնենք։ Կրկնում եմ, ովքեր նոր են միացել, կարող եք ջնջել ձեր մեկնաբանությունները, կարող եք չջնջել, միևնույնն է դրանք ֆիքսած են, բոլոր տարբերակներով են ֆիքսած, ու իմ կարծիքով մոտ ապագայում ձեզանից մեծ մասը իրավական պատժի կենթարկվի, մի փոքր մասն էլ շատ հնարավոր է, տենց չգիտեմ, դեռ չեմ որոշել։ Այստեղ բոլոր, այսօր հոկտեմբերի 4-ն է, կներեք ժողովուրդ ջան, ձեր համբերությունը չարաշահում եմ, բայց պիտի ամբողջ անցնեմ, որովհետև հնարավոր է այս մատերիալը նույնպես անհրաժեշտ լինի այնտեղ, ուր որ ես պատրաստվում եմ դիմել։ Իմիջայլոց մի գաղտնիք է, մի բան էլ ասեմ հատուկ դամբուլներին, պարկենք, հեսա անցնում ենք մյուսին։ Մի գաղտնիք էլ բարձր, տեսեք, եթե ձեզ թվում է, որ օրինակ դուք կարող եք շատ մարդկանց հասցեին այդ թվում քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների, հայհոյեք եւ այլն, ու դուք անձեռը մխելի մնաք, ու դուք դեռ ճիշտ էիք վրոցի, ես սրանից ամիսներ առաջ ասել եմ հետևյալը, նույն ձևով, հրապարակային, որ իհարկե խոսքը չի վերաբերվում դոգի հետևորդներին, խոսքը վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր, այս խոսքս ասում եմ հրապարակային, ովքեր կնեղ սրտեն կարող են գնալ եւ դատի տալ։ Վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ասում են, որ դոգը միշտ ճիշտ է։ Իմացեք, որ այդ արտահայտության համար ես աշխարհի հայհոյանքն եմ տալիս ձեզ ու ձեր բոլոր սրբություններին։ Որովհետև այս այն եզակի դեպք, օրինակ եթե մեկը ասի Քոչարյանը միշտ ճիշտ է, ես ասում եմ մարդը տենց է կարծում, որովհետև ունի կարծիք ունենալու իրավունք մեր ժողովրդավար երկրում։ Բայց դոգի պարագայում չեմ կարող, որովհետև կոնկրետ նա կրկնում եմ իմ ընտանիքի մասին արտահայտություններ է թույլ տվելու։ Եթե աշխարհի տակ կա մեկը, ով կարող ասի ճիշտ է արել, ես իր տունու տեղը ճաշով, բանով, նենց պղծեմ ընտանիքով, նստեք իրար բերան, լպստելով ուտեք այդ ճաշը։ Եթե կլինեն հարցեր, ապա խնդրեմ, ես հասանելի մարդ եմ, ինքներդ շատ լավ գիտեք։ Անցնենք առաջ։ Մարդիկ են եղել, ովքեր որ իրենց կարծիքն են հայտնել, գրել են, ասել են, գնելը սենց մարդա, կամ դուք ով եք, բան, մի խոսքով։ Սրանք այս մյուս հրապարակումն են անում հետո։ Պաշտոնական բան ասա։
Եթե Վարդան Ղուկասյանը հիմա չի կարող արձագանքել ձեզ, դա չի նշանակում, որ նա անպաշտպան է։ Լսեք, այդ տուզիկներ, կուսակցության բանա։ Մենք ստանձնել ենք ու շարունակելու ենք ստանձնել նրա պաշտպանությունը։ Ով էլ ինչ որ ավելորդ բան ասի Վարդանի, ասենք, ստանա համարժեք պատասխան։ Հա, ու մի բան էլ, հարգելի կուլտուրականներ, չգաք ու չասեք, սա կուսակցության էջն է, չի կարելի։ Մենք պաշտպանելու ենք թե Վարդանի պատիվը, թե կուսակցության պատիվը, ով որ ծանր է տանում, կարակ ուղակի հեռանաք այս էջից։ Հիմա ես գրառման մասին ձեզ բացատրեմ մի քանի բառով։ Նախ ֆիքսենք, որ այս մարդիկ շատ լավ հասկացել են եւ որդեգրում են այդ գործելավոճը, շատ լավ տեսնում են, որ իրենց կուսակցության էջի տակ գրառումներ են լինում եւ նրանք դիտավորյալ դա թողնում են, նրանցից մեծ մասը հենց իրենք են, այդ գրառումները անողները իրենց կուսակցության անդամները եւ այլն։ Օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության էջի տակ, եթե մեկը գրում է ես Սերժի մաման, օրինակ, հա, դա հեռացվում է անպայման, որովհետև չի կարելի հայհոյանք թույլ տալ, չի կարելի ուղիղ վիրավորանքներ հասցնել եւ քանի որ ինքը նյութ է տեղադրել, հետեւաբար հանդիսանում է այդ հայհոյանքների տարածման աղբյուրը նաեւ։ Այստեղ խնդիր ունեք դուք, ես ձեզ ասեմ։ Հիմա նախադասություն առ նախադասություն այս մյուս հրապարակում։ Եթե Վարդան Ղուկասյանը հիմա չի կարող արձագանքել ձեզ, դա չի նշանակում, որ նա անպաշտպան է։ Նա այո, պաշտպանված է եղել, չգիտեմ, թաքնված վայրում։ Հասկանում եք։ ԱՄՆ-ն Ալիս Տերտերյանն ասում ԱՄՆ-ն դրան դեպորտ չի արել։ Տեսեք, ԱՄՆ-ն դեպորտ Հայաստան չի վերադարձնելու։ Ոնց որ թե վերջին տվյալներով չգիտեմ ում հետ է քնել, որ չեն վերադարձնում, բայց 3 պետություն կա, ովքեր պատրաստակամություն են հայտնել ընդունել նրան, փախստական որպես, դրանցից մեկը Գերմանիան է, մյուսը Լեհաստանն է, մյուսը Չինաստանը։ Այս պահի դրությամբ այդ 3 երկրներն են։ Չգիտեմ ինչի ինչ-որ բան ինձ ներսում հուշում է, որ նա ամենայնիվ կընտրի Չինաստանը, հույս ունենալով 1.5 միլիարդի մեջ թաքնվել, այդպես ավելի դժվար կլինի հայտնաբերել, բայց ասեմ, որ դա այնքան էլ լավ որոշում չի լինի, որովհետև չինացիների մեջ ոչ իրենց հատուկ դեմքի դիմագծերով մարդիկ շատ արագ են հայտնաբերվում ու Չինաստանում տեխնոլոգիան շատ լավ զարգացած է, միջալոցս վերջերս ես մի նյութ էի նայում, պայմանավորվում էին, որ մեկը պիտի հանցագործություն անի, ռեալիթի է, հանցագործություն անի, այսինքն ինչ-որ բան գողանա ու ոստիկանությունը ինչքան ժամանակում կարա հայտնաբերի այդքան կամերաներ, սա կամերաներ են, այդ կամերաները որպեսզի ստուգեն որքանով արդյունավետ դա անվտանգության հետ կապված։ Եթե չեմ սխալվում, ոչ մինչև 20 րոպե էր տևել, ոչ ավել։ Ընդ որում ոստիկանությունը չգիտի, որտեղից է գողանելու, ուր է փախնելու, ինչ անելու, հասկանում եք։ Անցնենք առաջ, լսեք այդ ուզիկներ, վիրավորում են մարդկանց, կուսակցությունը, պատկերացրեք, կուսակցությունը վիրավորում է մարդկանց, ովքեր հաստ չեն իրենց հրապարակման հետ։ Մենք ստանձնել ենք ու շարունակելու ենք ստանձնել նրա պաշտպանությունը։ Ով էլ ինչ-որ ավելորդ բան ասի, Վարդան Հասեին կստանա համարժեք պատասխան։ Ես հույս ունեմ, որ դուք դարձյալ կուսակցության էջով այդ պատասխանները կհրապարակեք, դրանով ավելի ծանր վիճակում դնելով ձեզ։ Հա ու մի բան էլ հարգելի կուլտուրականներ ձեռառում իրաց ձեռառնելու աբրանք են մնացածներին են ձեռառում։ Չգաք ու չասեք, սա կուսակցության էջն է, չի կարելի։ Էլ ինչ կարող եք արգելել, դուք գործում եք Հայաստանի Հանրապետության տարածքում, դուք ով եք։ Մենք պաշտպանել ենք թե Վարդանի պատիվը, թե կուսակցության պատիվը, ով որ ծանր է տանում, կարող ուղղակի հեռանաք այս էջից։ Մարդիկ տեղյակ չեն, ինչն ինչոց է, ինչ անես։ Ու այս պահի դրությամբ 111 մեկնաբանությունը, թույլ տվեք դա նույնպես ֆիքսեմ, այստեղ կարող եք հանդիպել անգամ կանանց, ովքեր որ հայհոյում են մարդկանց երեխեքին, արժե համակարգը այդպեսինն է, ինչ անես։ Ըստ էության ես հենց այս արժե համակարգի մասին եմ խոսել երեք, որ
այս մարդիկ դժվար է ասել, այս իրավաբանական անձը փրփռել է, սենց թող մնա, որ հետո անհրաժեշտության դեպքում սկրինշոտ կանենք, հատ, սիրուն, հավեսով, տաշի դուշիով, մի խոսքով, լստեղ տայք, կինա, ով չի ոզի դոգի լավ, ամբոչ հայազգն նրա մորու մանուկը են բանից, այսինք, լեզուներին զոր տված երևույթներ, լավ է ստիկեր միկերները հեչ, ոնց որ դե սերֆ ֆիքսեցինք։ Հիմա ես ուզում եմ մի քիչ ընդլայնվենք։ Ձեր կուսակցությունը բացի դոգից ուրիշ անհատականություն կա։ Կա որևիցե անհատականություն։ Ով եք դուք։ Ու երեկվա հարցն եմ տալիս, այո։ Պետք է շատ եկնվել այդ հարցից, դուք ով եք։ Եթե այսքան բանը, ես գրեթե ինչքան արդեն մոտ մի ժամ կլինի, 40 րոպե, 40 րոպե եթեր եմ անում։ Ու 40 րոպեն ձեզ բացատրել եմ ձեր եւ իմ իրավունքներն ու պարտականությունները։ Եթե այսքան բանը դուք չեք գիտակցել, կարող ենք իմանալ ձեր միջի այն անհատականությունով, հա, որ ասենք օրինակ, կարա աշխատի, ասենք դուք գալիս եք իշխանության, դոգը չի կարա լինի վարչապետ։ Ու ասենք ով է որ կաշխատի արտգործ նախարար, կարենք իմանալ։ Ու դոգը երևի այդ արտգործ նախարարին կկապի իր ծանոթ ադրբեջանցի գեներալի հետ, ես շատ գիտեմ, էլի սենց բաներ։ Ով եք դուք։ Ես չեք դուք։ Ես հենց նոր չցանկանալով կարդալ այդ մեկնաբանությունները, որովհետև չեմ կարող ինձ նման բան թույլ տալ, բայց ֆիքսեցի մարդիկ, ովքեր որ հետաքրքրված կլինեն, սկրինշոտ կանեն, կտեսնեն։ Ես չեք դուք։ Այս ամեն ինչը տեսնելուց հետո ես կարող եմ եւ առաջ, իմիջիայլոց ոչ միայն հետո, նաեւ առաջ ասել, որ դուք արժե համակարգային ամենացածր նշած զողում եք, ընդհանուր մինչև մարդկության էվոլյուցիան, որ մարդ արարածը սկսում է արդեն տարանջատվել կապիկի են սորտից, որը որ էլ չկա, ըստ Դարվինի, դուք ոնց որ թե այդ փուլում եք նոր։ Սուս բան է, այս փուլում եք դուք։ Դուք հլը մարդակերի փուլում եք, ըստ երևույթին։ Երեք ես խոսել եմ մշակութային արժեքներից։ Ընթացքում այո այդ օրինակն եմ բերել։ Իսկ այդ խոսացածից ուրիշ բան չեք լսել, հեչ։ Հեչ չեք լսել։ Ինչ որ բան սովորել եք։ Կա ձեր մեջ մեկը, ով կգա մեկ սիրուն բան քննարկենք։ Գոյություն ունի տենց մեկը։ Ընդ որում ես շատ զոր չեմ տա, չեմ ցանկանա նրան դնել ծանր վիճակի մեջ։ Ես թեթև խոսամ հետը։ Կա տենց մեկը։ Դուք եկեք երեխեքի ներկայությամբ, այն տիկնոջ օրինակով, ստեղ հայհոյեք, թքած ունենալով, որ այդտեղ աղջիկ երեխեք կան 8, 10, 12 տարեկան, 15 տարեկան։ Այդտեղ ձեզ պահեք, մենք ես տեսնենք իմանանք որդ որտեղ եք։ Այդքան բան։ Սա է ձեր գործը։ Ընդ որում, մի բան էլ ասեմ։ Ես եթե չեմ սխալվում մյուս հեռախոսից մեջ, սկրինշոթերը, մի տելեգրամյան ալիք կար։ Հանկարծ չգիտեմ ոնց հայտնվեցի այդ ալիքում։ Ես չգիտեմ ոնց։ Ինչ-որ բան չեմ կարդացել, մտնում տեսնում ես ինչ տելեգրամյան ալիքը։ Չհասկացա ոնց եղավ։ Ու մեկ էլ պարզվեց, որ դա ձեր տելեգրամյան ալիքն է կուսակցության։
ու այնտեղ բավականին պարկեշտ մարդկանց նկարներ էր, հերթով հրապարակած, ու ամեն մեկի ճակատին հայհոյանք գրած շատ սուր, ու սրբություն գրվող։ Ու ես են հասկացա, որ դուք դա պետքա տարածեիք ինչ-որ ձև։ Այնտեղ կային բոլոր պատգամավորները ազգային ժողովում իշխանական թևի, բոլորը, անգամ պատգամավորներ, ովքեր շատ քիչ են երևացել, կարող տեսնեք չճանաչեք, բոլոր պատգամավորները։ Այնտեղ կային բոլոր հրապարակախոսները քիչ թե շատ ժողովրդավար արժեքների մասին, այնտեղ կային բավականին պարկեշտ մարդիկ, ըստ իս, ձեզ համար, ես էլ կայի։ Դուք այս ռազմավարությունն եք ընտրել, ապա ոնց եք կարծում, եթե օրինակ այսօրվա իշխանությունը, արասի որոշում մի թեթև բռնապետություն դառնանք, էլի, մի 5 րոպեով, շատ չէ, նա թողենք, թող մարդիկ, դատարանները մի քիչ էլ զանգով աշխատեն, 2 զանգով, հա, շատ չէ։ Դուք ոնց եք կարծում, ձեր կուսակցությունը կարար գոյություն ունենալ Հայաստանում։ Դուք կարայիք գոյություն ունենայիք։ Ոտներդ կպոկեին, կտային կուտեիք։ Ինչ կար չկա Հայաստանում թափելու բան, կկոխենք համակները սիրամար կսարքեն, ձեր ջուջու անելով կտանեն կբրախեն սահմանից էնյան, լավագույն դեպքում։ Դուք ելել այստեղ բաներ եք գրում արա։ Այդքան վզներից վերցրել եք արա։ Ես էլ եմ ասում, խոստացել եմ հանգիստ խոսամ։ Բայց այդ բնավ նրա մասին չի, որ կարող է ձեզ ինչ-որ խնայում եմ դրա համար, կամ կարող անես կուսակցություն, կամ բան եք գրել, վայ։ Չէ, պարզապես տրամադրությունը սա էսպիսինն է։ Ձեր հավեստը չունենք։ Բաներ եմ ասել հրապարակային 1000 անգամ։ Ես նոր եք որոշեք տրֆսներ անել ստեղ, հա? Թե որ մուտիլովք եք անում Ղարաբաղի մասով, ատենց վերցրել եք սրտներիդ մոտիկ եք ընդունել։ Այդ որ ասացն եք սրտներիդ մոտիկ ընդունել, որ ես ձեր թշնամին եմ, դու չնայած դուք ով եք ինձ թշնամի լինեք արա։ Դուք ձեզից ինչ եք, ձեր կռավատով, դամաշնիկներով, անդրս 25 գրամ կարող է չլնեք արա։ Դուք ով եք, որ իմ թշնամին լինեք արա։ Ես հիմա ձեզ փորձում եմ բացատրել։ Ես ձեզ հիմի լավություն եմ, գիտեք ինչի։ Որովհետև ես ամեն ինչի մեջ միակ վատ բանը, որ սրտից մոտիկ ընդունում եմ, դա էն է, որ ես էլ եմ նույն անձնագրից կրում, դուք էլ եք նույն անձնագրից կրում, որ ինձ էլ եմ տենում ասում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ձեզ էլ եմ տենում ասում, ինձ էլ են տեսնում ասում են եսի մարդա, ձեզ էլ են տեսնում ասում եսի մարդա, հասկանում եք, միակ բանը, որ ինձ դիսկոմֆորտ է տալիս, դա է։ Արդյոք առնեմ դուք ձեզանից ոչ մի չեք երևակայում։ Հավայի խունջիկ լամիշ մի եղեք։ Կապիկի պես կամակներդ կարմիր բացած մի էսյանենյան ընգեք։ Եղավ, գնացեք ձեր գործին։ Ու եթե ինչ-որ մի բան իմ գործունեությունից ձեզ դուր չի եկել, դուք որպես իրավաբանական անձ կարող եք դիմել դատարան ու պատիվ արժանապատվության թեմայով գործ բացել։ Հասկացաք թե չէ։ Ու քանի չեք դիմել, ուրեմն ես ինչ ասել եմ, դուք էլ գիտեք, որ իրավունքի օրենքների սահմանում եմ ասել, ես էլ գիտեմ։ Ինչ որ բան այն չի։ Ֆունկցիաներին նայ։ Իսկապես, չգիտես, խնդաս։ Մարդը ճիշտ է, էլի ասում, արժե այդ ժամանակը դրա վրա ծախսել։
Ես ասում եմ, հա, արժի, որովհետև պիտի իրանք պիտի լսեն, ես պիտի ասած լինեմ հետի, բայց մյուս կողմից իսկապես լեգիտիմ ճիշտ հարց արա։ Արա դուք այնքան չկաք, որ ձեզ վրա չարժի ժամանակ ծախսել։ Անգամ այդ ժամանակը, որ կարելի է ձեզ վրա ծախսել, ոչ թե ասում եմ մի նպաստավոր գործ անենք փոխարենը, չէ, ցանկացած բան ինչ անենք, ավելի արդյունավետ ու անհրաժեշտ է, քան այդ։ Ես դա հասկանում եմ։ Անգամ եթե հիմա գնամ զուգարան միզելու, շատ ավելի կարևոր աշխատանք է դա։ Շատ ավելի իմաստալից է կենսաբանական տեսանկյունից, քան ձեր գոյությունը հայկական իրականության մեջ։ Հիմի հաստատ վստահ եք, որ եթե ես սկսեմ ձեր դոկ կոչված պղծի լեքսիկոնով անդրադառնալ ու մտնել սաղիթ օջախներ, հատ, ես կարամ հարցում անեմ ու ստանամ տեղեկություն, թե ովքեր են գրանցված այդտեղ, որովհետև ես էլ եմ նաև հասարակական կազմակերպության անունից, որովհետև դուք հասարակական օրակարգ եք խախտել հանրային, որը այնպես եք խախտել, որ իրավական գործընթացներ են ամեն մեկը ենթադրում։ Հիմա եթե ես դնեմ ու սաղիթ ձեր լեզվով պատասխանեմ արա, վստահ եք, որ չեք գնալու դատարան դիմեք։ Բա այդ դեպքում, որ գնաք դատարան դիմեք, ինչին եք դեմ լինելու հայհոյանքին, թե հենց գնելի հայհոյանքին։ Կամ հիմա մտնեմ ձեր էջ ու ամեն մեկին հատ պղծելով անցնեմ, վստահ եք, որ չեք բողոքարկելու էջս փակեք։ Հապուշներին նայ։ Խոսքով ժողովուրդ ջան։ Էս է ուզում ասել, հուսամ կդիտեն ու կփորձեն գիտելիքներ քաղել ու այսուհետ ինձ կպային այնպես և իմ մասին խոսելուց էլ կխոսեն այնպես, ինչպես պահանջում է Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը և հայ ժողովրդի հայկականության բարոյականության չափորոշիչը, չափանիշը, որի հետ դուք կապ չունեք փաստորեն, որովհետև ձեզ համար հայկականությունը բալա ու մեր քրֆելը։ Ձեզ համար բարոյականությունը սրան նրան անուն դնելը։ Ընդհուպ մի բան ասեմ ժողովուրդ ջան։ Արա ես սկզբից, նախ ամենասկզբից, անկեղծ եմ ասում, երդվում եմ, ես նրան չեմ ճանաչել երբեք։ Պատերազմից հետո նոր ենք եկել պատերազմից, այդ խառը օրերին, որ նոր 2-3 եթեր է արել, արա մի օր ինձ մարդիկ բան են ուղարկում, ասում են, ապեր տեսել ես դոգը անդրադարձել եք դոգը, ասում դոգը ով է ապեր, խաբար չեմ ով այդ մարդը, վապշե չգիտեմ, բա ոնց էսի չես տեսել չէ, արա մեկ էլ մետ վիդեո են ուղարկում, սենց իր արևին, Յանի ես որ պատերազմի մասնակցում եղել, նց ինքը Յանի այդ մասով ինձ մի քիչ արգում, անես բան անում, էլի, ադարժենի անում, ու ապե դու քիթդ մի խոթիր, լավ, դու մի քիչ, դու սենց մի քիչ հանգստացի, տղաջան, սենց բաներ անում։ Ես արունս առած նոր եկել եմ, աղբեջան, արուն առած աշկերից նոր եկել եմ, ասում ապե դու ով ես, ու ես աղ ետերներ կային պատասխանել, ասում դու ով ես արա, դու ես կարաս ինձ ասես ինչ անգին, ինչ է, դու ով ես արա, խև դրուգ ես կարին մեջ ինձ, որոշ է բան ասես արա, գլեք ու գործին արա, ու լավ կլինի այո, հենց ինքը դու զբաղվի, դուք զբաղվեք բլոգերությամբ, ինչ եք ուզում մեզից արա, ձեր շավը բլոգերը եկել եք ինձ եք բլոգեր ասում արա, դիժ արա, մեկ էլ դրա հաջորդ անգամը բուլդոզերի թեման եղավ, էլ ասում եմ ժողովուրդ ջան, սենց ընդ որում, քանի որ անցած գնացած թեմայի ասեմ, 2021 թվի նոր տարում ժողովուրդ ջան, ու շատ իր լսեք ես պատմությունը, այն որ
ով կա հարցնի, անկած խնդրում եմ, այս հատվածը կտրեք դրա գիրա մոտ, ասեք հավելյալ հարցունս գնա։ 2021 թվականի ձմեռը նոր տարում ես հավաքած լինելով ահագին էլի բաներ, արդեն որևորդ անգամը, այդ անգամ որոշեցի գնալ ոչ թե երկրապահի կողմից պահվող դիրքերի ուղղությամբ ներքին հանդ, ծավ, ճակատեմ, ոչ թե այդ ուղղությամբ, այլ ասի Ռոմիկ չէ, Կամանձիր ջան, Ռոմիկ խոսում ենք մենք ընկերական շրջապատում, բայց ես միշտ տարբերում եմ, երբ որ ինքը ֆորմով է, ես ասում եմ Կամանձիր, որովհետև իմ հրամանատարն է, երբ որ կյանքում ենք իմ ավակ ընկերն է, անունով եմ դիմում, երբ որ ես գնում եմ հանկարծ թաղապետարան, պարոն Մխիթարյանով, սենց է իմ մոտ, ու ես իրանց անազանում եմ, ես ինքս, ինքը իզնից տես բաճի պահանջել, ասում եմ Կամանձիր ջան, խնդրում եմ, էլի, մի քանի անգամ ձեր մոտ եկել եմ, ճիշտ է, գիտեմ, որ ձեր մոտ էլի կարիք կա, բայց ուզում եմ մի հատ էլ գնամ Վարդենիսի ուղղությամբ։ Դե ասում եմ, տես գնել ջան, ոնց որոշել ես ապեր, բայց իրանց մոտ էլ իսկապես էլի խնդիր կա։ Ես վեր եմ կենում, մեղացով գնում եմ Վարդենիս, հրապարակում եմ, նոր տարվա գիշերը, լուսադեմ, ասում եմ առաջին տեղը, որ ես առաջին նոր տարին է պատերազմից հետո, ու գրում ասում եմ առաջին տեղը, որտեղ որ ես պիտի եթամ, նոր տար, ես իմ տունը չեմ անցկացնելու նոր տար, ես նոր տարում պիտի գնամ զինվորներին տենալ, տնից նոր տարվա գիշերը, դուրս եմ եկել, գնում եմ Վարդենիս, գնում մտնում եմ, բարև բալուս բան, ասում եմ, դե պաման եմ բերել, որտեղ տեղավոր են, ոչ մեկի չեմ ճանաչում հələ այդ ժամանակ այնտեղ, բա գնել ջան, էտա Քելբաջարի տղեկը մեր մոտ են, ընդեղ էին տեղակայված, հա, խնդիրներ ունենք, բան, ասում դե հենա, ավտոները բանա, վերենք մցնենք, բան անենք, մցրել ենք, պայստը դատակ է եղել, հեսա գնել, բառացի ասում եմ, ասում հեսա գնել ջան, զրոյից տուն ու տեղ ենք դնում, ասի որտեղ դնեմ, որտեղ ուզում ես դիր զրոյից տուն ու տեղ ենք դնում, ես իրա բառեր եմ ասում, վերջը որտեղ ենք բան, ասի Կամանձիր ջան, ընդեղի Կամանձիրներից էր, ասի Կամանձիր ջան, արի պարզ խոսանք, ես պատերազմի բովով անցել եմ ու տեսել եմ խնդիրներ, որոնք չեմ ուզենա կրկնվի, տես, քանի որ այն օգնությունը, որ ժողովուրդը հավաքում ու աջակցում էր ռազմական գործողությունների վայրում գտնվող մեր տղերքին, այնքան շատ ջերմ էր, շատ էր, չափից շատ էր անգամ, բայց ինքը շատ ամփույթ էր կազմակերպված, ոչ թե մարդկանց հավաքել ուղարկելը, այլ ընդեղ տեղում սարթիրով կանելն ու ճիշտ բաժանելը։ Օրինակ, հա, օրինակ Ջաբրայելի ուղղությամբ առհասարակ հարավային կողմը ինքը տաք, հա, այնտեղ կարող է գային շատ տաք շորեր, բան, չգիտեմ ինչ էր, որոնք որ երևի ավելի շատ հյուսիսային կողմում պետք կլինեին։ Անտառային գոտիներ գնում էին այնպիսի բաներ, ժգուտեր եւ այլն, որ ավելի շատ հարավային կողմում էր պետք, հարավ-արևելյան, հա, այսինքն շատ ամփույթ է, տարբեր դեղեր անհասկանալի եւ այլն, որը շատ բաներ այդպես անօգուտ էր մնում, այսինքն պատկերացրեք մի հատ խողովակ, որտեղից շատ ջուր է գալի, բայց այնքան ծակեր կա վրան, որ թափվում տակից է, այդ ռեսուրսը ափսոս է, եթե ճիշտ դասավորեն, կարող շատ օգտակար լիներ շատ ավելի երկար ժամանակով, կամ առհասարակ այլևս հարկավորությունը չլիներ դրա, սենց ասեմ էլի։ Ասի դուք ավելի լավ է ինձ հստակ ասեք, ինչի անհրաժեշտություն կա։ Ես այդ ուղղությամբ, հա, փորձեմ մարդկանց դիմեմ, տեսնենք ինչ ենք անում։ Ասես գնել ջան, չգիտեմ, ասեմ թե չէ։ Պրոստը նենց բան է, որ դժվար թե դու կարողանաս էլի։ Ասում ասա, ինչ է։ Բա մեզ խնդիր ունենք, սարը բարձանալու հետ, ձունը դեպա, ընդեղ այդ ձնային պայմաններ, ասեմ, սալդատները, ասես կաղը մինչև ստեղները, չեմ ասում մինչև բգները, մինչև ստեղները խրվեին ձնի մեջ, այն սենց արայդ բացելով միձև, որ շապատը մի անգամ ջուրը կամ սնունդը հասցնեն ներքևից վերև, ասես բուլդուզերի խնդիր ունենք, ասեցի ինչ բուլդուզեր, դե ես վաբշե չեմ հասկանում տեխնիկայից,
ասած դե չի կարա ստից բան լինի, էլի, պիտի լավ լինի, որ այն ասենք սովետական բուլդոզերներ չէ, դի որ դեմ անես սարին, դա դրանով զիբ աղբն են օրինակ կուտակում, հավաքում, թեթև ավազ, բայց ձախնը չի աշխատի, էլի, լավ բան է, պետք ու ցույց տվես կատապիլար բան, այդպես բաներ։ Ասի լավ կփորձեմ, հիմա կստացվի, չէ, բայ ես եմ գնել ջան, որ ստացվի շատ լավ կլիներ ապեր։ Ու նկարագրեց ինչքան լավ կլիներ ու ինձ նկարներ ցույց տվեց, վիդեոներ ցույց տվեց, իհարկե դրանք հրապարակման ենթակա չեն, որովհետև պարունակում են այլ վայրերի տեսարաններ նույնպես։ Ասի լավ, փորձեմ։ Հետ եմ եկել, փորձում եմ գինը հասկանամ ինչքան է։ Սկսեցի հետաքրքրվել, հələ ձեզ չեմ ասել, չեմ դիմել ձեզ։ Սկսեցի հետաքրքրվել, արա $500,000, $550,000։ Ասում եմ, իսկականից խնդիր է։ Սովետական ապուշ բաները են, որ կարող է $10,000 Հրազդանում կա։ Արա մինչև իմի հեռախոսից մեջ մի 15 համար կա, որ այդ վաղտերն եմ գրանցել, այնքան է հետաքրքրվել։ Ու անունա գրած կողքը բուլդոզեր, չեմ ճանաչում այդ մարդը, ով բուլդոզերը լսե համարա տվեց զանգել հետաքրքրվել է, ոչը։ Կար $4,000 էլ կար, $8,000, բայց դրանք չեն աշխատի, պիտի տանենք ու թափեն գնար, կարիքը չկար դրա։ Ինչը որ անհրաժեշտ է, տես թանկ է։ Իսկ այդ ժամանակները, ասենք, գիտեք, շատերը ասում են, բապերն ինչ անում թող առնի, բան ես բացատրում եմ, որ ախր մինչև պնեն առնի, թղթապանություն է ֆռում այդտեղ, չի կարա պնեն ինքնագլուխ առնի։ Մի անգամից ես ընդդիմադիրները կելնում, կասեմ փող եք կերել, չի կարա, չի լինի, այնտեղ չի լինի, ու իսկապես դատական գործ կարա բացվի, չեն կարա, պիտի դնեն տենդերի, պիտի դնեն առաջարկի, կառավարությունը հաստատի թուղթը գնա, դնեն տենդերի, մեկը առնի, բերի մեկը, դա երկար պատմություն է, գալունը կբացի հաջորդ ձմեռը կտա։ Հետո իմ ընկերներից, շատ ուժեղ ընկերներից, իմ հետ կապնվում է, ասում են գնել ջան, մի հատ ձև կա, դրսից է բերվելու, մեր չասեմ երկրի անունը, վայրը բան, անցած ոբշեմ մի հատ հանք կա, ուրիշ երկրում Հայաստանից դուրս, որտեղ որ մի հատ թափթազա կատապիլար է մտել, ու այդ տղին մենք համոզել ենք, ինքը կարա թափթազա այդ կատապիլարը կոզած $120,000 ուտիլիզացնի, թղթերի մեջ մուխլյոժ անի ու հանի, ատեղից հանքից, յանդին ուտիլիզացնում է, բայց նոր է մտել, մի ամսեկան, երկու ամսեկան մեկն է, ու ասել է $120,000 կարա բերի կանգնացնի քո դռան դեմը։ Դες իհարկե այդ ժամանակ այս բանը չէի կարա ասել, որտեղ կվնասեի շատ բաների։ Ասում եմ ապեր, հիմա ես որ հայտարարություն անեմ ու հավաքվի $120,000 կարում ենք, խոսում ենք, պայմանավորվում ենք, այդ մարդու հետ ենք խոսում սաղ, ինքը պետք է բերի կանգնեցնի, դռան դեմը $120,000 տամ։ Կացելու ոչ մի տեսակ վարիանտ չկա, թեմա չկա, մանավանդ նենց ընկերներ են տեղ բանը ասել, որ որտեղ ես 0.1% խոսքած չունեմ ստի։ Ասում օքեյ, մտում եթեր եմ անում, ասում եմ ժողովուրդ ջան, սենց է, ոչմ այդ ապրանքը, որը որ մեզ պետք է, շատ թանկ արժի, բայց $120,000 կարանք առնենք, ձև կա, խնդրում եմ։ Մարդիկ ասում են, օքեյ ենք, դուք ձեզանից շատերը, օքեյ ենք, դու հաշվի համար ասա, ասում եմ, վсё, ես դե հեսա գնամ, բացեմ գամ։ Ես այդ ժամանակ ունեի 930 քանի հազար դրամ հարկադիր։ Դրանից տարիներ առաջ բանկի հետ կապված խնդիր եմ ունեցել, կոնտր եմ ընկել, ասել եմ, չեմ տալու ձեր փողը ու տենց 900 քանի հազար հարկադիր ունեի, այսինքն եթե ես իմ անունով բացեի հաշվի համար, ես կարայի մի քիչ կռիվ լինեի, իմ անունով բացեի, հետո գումարը հանելուց, այն 930 ասեի դե հանեք, իմ պարտքը ջրեք, ախպեր ջան, այն մյուսն էլ հանեք, բայց ես չեմ կարող տենց բանից թույլ տամ։ 930,000 դրամ ես չունեմ, որ տամ, զրոյացնեմ, որպեսի բացեմ, ու ովքեր գումար են փոխանցել, Արարատ բանկով էր բացած, պիտի որ հիշեմ, կհիշեք, որ Անահիտ Նուրիջանյան անուն ազգանունով եք բացել, ուղարկել։
ով հանդիսանում է իմ կինը։ Կնոջս անունով բացեցի ստիպված։ Անկամ ձեզանից շատերը փորձել են գնել Սարգսյանով չի եղել, իմ հետ կապվել են, ես այդ ժամանակները շատ խառաջ եմ էլ տեսել, որ կապվել եք ու տենց էլ երևի չեք ուղարկել։ Որպեսզի հանկարծ արանքից դե 930,000-ը այդ ժամանակ $2,000, որ հանկարծ չկորի, ես կնոջս անունով եմ բացում, բայց ստեղ էլ մի հատ հետաքրքիր հանգամանք կա։ Կինս էլ ունեցել է 12,500 դրամ հարկադիր։ 12,500 դրամ։ Ու բանկը աշխատում է սենց։ Մինչև ինչքան ուզում է փող մտնի։ Մինչև հարկադիրից ինքը զրոյական բանը չունենա, քո փողը չի անելու տա քեզ։ Հասկացաք։ Ասիկանի 12,500 կարամ մուծեմ, բայց ասի կնիկ ջան, հարկադիրից որ կգան, կռիվ են կանում, ասում ենք գնացեք համբերեք ոբշան, ինչի համար։ Ասի քո անունով բացում ենք, ես գիտեմ, հեսա մուտիլովկեք կարող է տարածվի, ու մենք ունենում ենք փաստ, որ ախպեր ջան, դե եկեք հələ դուք փորձեք հան, այն որ հենց ասեն գնելը փող ա ուտում, ասում դե հələ գնացեք դուք փորձեք հանեք ու կերեք։ Եթե անեք կերեք ախպեր, եթե կարեք գնացեք անեք։ Չեք կարա, որովհետև հարկադիր կա, որը բուծված չի, ու այդ հարկադիրը էս ինչ վախտվանից է, ու հեսա միջև իմի կա։ Հասկացաք, այդ իմ ստրատեգիան։ Բացում ենք կնոջ անունով 12,500 դրամ հարկադիրացի դետի, հենց որ արդեն փողը հանելու եմ, այդ 12,000 կտանեմ, կմուծեմ, դա հեշտ է մուծելը։ 930,000 չի էլի։ Ոშմ։ Ու սրանք Դոգը, Արիանան, սրանց լակոտ լուկուտները, սրանց մոլի երկրպագուները, բայց այս երկուսն են հիմնականում բանանում, բայց գնելը բուլդուզերի փողեր ավտում։ Ելում եթեր եմ անում։ Ես այդ վախտերը ախր կարեի անգամ դատի տայի, բայց այդ դրա ոչ ժամանակն եմ ունեցել, ոչ հավեսը, ոչ այդ վախտերը հիշում եք ինչ ժամանակներին։ Ելում եթեր եմ արել, ասել եմ որևիցե մեկը, եթե կարաք այդ հաշվից գաք մի կոպեկ ուտեք, ես խոստանում եմ ծունս ծախեմ փողերը տամ ձեզ, նվեր տամ ձեզ։ Ու ես որ համարցակ ասում էի, հենց դրա համար էի համարցակ ասում, որտեղ սաղ իրավական փաստաթղթեր է, հասկանաք։ Ասում եմ իզուր տես բաներ մի խոսացեք, ու մարդիկ կային, ովքեր պատրաստ էին գումարը ուղարկել, ընկնում էին բաների մեջ, կասկածների մեջ։ Մոտ 6 ամիս, եթե չեմ սխալվում, ոչ մի քանի ամիս մնաց էդի։ Հա գնում ստուգում եմ ինչքան է գարսում, մի խոսքով հավաքվել էր ընդհանուր այդ արդեն ասել եմ, ձեզ ներկայացրել եմ այդ ժամանակվա եթերով, անգամ ասել եմ ինչերի վրա ենք ծախսել։ Հավաքվել էր բոլոր հաշիվները, եթե գումարենք, հա դրամը, դոլարը, եվրոն, ռուսականը։ Եթե գումարենք ու վերածենք դոլարի, $18,000։ Սա քաղված թղթերը միջում մի սաղ մոտս է, սաղա մոտս։ Այ, այնտեղ դրված է, այս զանավես գևոր, հակած այնտեղ յաշիկներ կան։ 18,000 ու մի 2-3 ամիս ոչ մի հաշվի վրա ոչ մի կոպեկ էլ չէր ավելանում, այսինքն անիմաստ էր սպասել, ասի դեսի սենց չի լինի, այդ ժամանակներն էլ էլի բաներ պետք էր լինում սա, ասի ինչ անեմ ախպեր, մի կրակն եմ ընկել, $120,000 չի հավաքվում, 18 է հավաքվում ու չես կարա ինքան սպասել է անիմաստ է, որովհետև մի կոպեկ չի ավելացում, քաղվածքով սա վերվում է։ Ինչ անեմ, ասի լավ դե, եսի հանեմ, էլի բանման առնեմ, տանեմ, դիրքեր պրծնեմ ես ես ջարնություն, եմ այնքան են արդեն բուլդուզեր ասել բան է։ Գնացի հանեցի, ընդ որում հանելուց բանկը կապվել է անվտանգության ծառայության հետ, թե իրանց անվտանգության, թե ազգային անվտանգության, չգիտեմ, բայց այնտեղից միջև չեն ուսումնասիրել, միջև չեն հաստատել, ինձ ձեռը փող չեն տվել։ Այսինքն դա դենց պրոցես է։ Հանում են գալիս եմ տուն, ձեզ ասում եմ, որ այսքան է ու այսքան ժամ սենց է իրավիճակը, ու գնում եմ պապիրոզներ եմ առնում, պապիրոզը, որպեսզի հասկանաք ամենաթանկ բանն էր, վաբշե ինչ տանում ենք այդ հակոստեղեն պլաշ պալատ, պատրազմից հետո իհարկե, այդ ամեն ինչ մեջ ամենաթանկը միշտ պապիրոզն էր։ Մեկ այսա տեղափոխում ենք Մոնիկա ջան, ասենք, պաչկեն $1 գցեք, մի յաշիկի մեջ 50 բլոկ է, ինքը շատ մեծ չափս չունի սենց, 50 բլոկը,
$500, հա $1, հա 500 պաշկա $500 ու դες մի 6-7 ящик գեներատոր, ինչ ասել են տղերքը ինչա պետք իրանց գնա կապը թռել էր բայց ժողովրդան կդայք լսվում է նորմալ թե ահա ոնց որ նորմալ է մի խոսքով ինչ որ ընդ որում հա պետք մի լավ ընկեր ունենք այդ տղեն ձեռս կրակներ ընկել ինքն էլ նախ իր կողմից մի քանի բան ամեն գնալուցս դնում էր իր կողմից էլի ու շատ բարեր հաշվում էին գնով ինչու գնով որ ինքը ներմուծել է եւ այլն եւ այսպես շարունակ չգիտեմ ինչքան երևի մի 50-60 հատ մենակ գեներատոր են վերցրել եթե ոչ ավել ընդհանուր առմամբ էլի բաներ դրուժբաներ չգիտեմ գործիքներ ոնց ամեն ինչ ու դեռ իհարկե սնունդ ամեն ինչ վերցրել տարա այդ վիդեոներից էլ կա մոտս Այդ մոտավորապես այսպես հիմա ես դուք կուսակցության այս շնորհալի ներկայացուցիչներին հարց եմ էլի տալի բայց երես բջի թուլեն այս պիղծ լակոտը որ իր ստերով այդ պրոյեկտի վրա քարկցեց հա հələ մի բան էլ այստեղ ավելացնենք ժողովրդան որ ինչ որտեղ ես էլ եմ այդտեղ տուժել այնքանով որ ոնց որ անլուրջ մարդու տպավորություն թողնես առհասարակ մի քանի տենց դեպք եղել է որ մի քիչ խիմիչիտ են կարել սենց այնց որ կարող է դա պարզվել մարտելներ դատվեր հասկանում եք որ մարդիկ իմացել են տղերքի համար գնացել են տենց քայլերի եղել են տենց բաներ իհարկե չեմ մոռանալի չեմ ասի որ լավ չէ բայց մի տենց պետքի համար է ու ես այդտեղ ոնց որ անլուրջ մարդու տպավորություն եմ թողնում Հիմա սրա ճիշտ է որ նայ փթիրներ Ախր այնքան ձեզ կարամ ասում հետո էլի է ինքը ինձ կպնում 21 թվականի ընտրությունների ընթացքում հետո 22 թվականին հետո 23-ին երևի դուք վաղուց չեք հետևում նրան ու ամեն անգամ որ ինքը ինձ կպել է ինձ ուղարկել են մարդիկ ասել են հեսա գնել ջան ինչ որ պահից ես էլ եթեր եմ արել ասել եմ սրանց հետո ինձ այդ բջի թուլի բաներ ուղարկեք թե տես գնել քեզ կպել են նատուրից ձեզ կբլոկեմ որովհետև այդ որ ուղարկում եք ինձ ինչ որ ներվային անա ես չեմ կարող նստեմ եթեր անեմ օգտագործելով այն լեքսիկոնը որը որ ինքն է լեքսիկ օգտագործում իսկ իրան չես կարող ոնց պատասխանես ուրիշ ձև ես ընդամենը մի անգամ իրան ասել եմ ես չգիտեմ դու ստեղ ումից կվախենաս որ գաս ումից չէ բայց հաստատ անենց արա որ ոչ մի ձև ոչ մի պարագայում իրար դեմ չելնենք ես մի տարեկան է եղել իմ աղջիկը մի տարեկան թողել եմ օրորոցի մեջ հելել գնացել եմ պատերազմ ես նոր եմ իմ երեխուց բան հանում հա ասած դասի եմ տանում չգիտեմ գիմնաստիկայի ընդունվել նոր խառնաբան նոր եմ ես իմ երեխով մի քիչ փորձում զբաղվել չեմ տեսել ոնց է մեծացել որ ես այդքան այդ ամեն ինչը իմ ընտանիքի իմ երեխեքի հաշվին ասելով իրանց հետ լինելու ես այդ սաղ թողել եմ ով ասելա ճաշոս ալանի է վազել եմ ընդեղ որ հելնեն իմ երեխին իմ ընտանիքին քրֆեն ու դուք էլ այսօր վիդրիցիլի մի հատ բան գրեք հիմա ինքնուրույն ինքնահայեցողության կարգով ինձ ասեք ես ձեզ ինչեր կարամ ասեմ ինչեր ու ինչքան կարամ ասեմ ու չի լինի ձեր միջից մի հատ մի հոգի արա մեկ թիվը մեկ երկու չէ արա երկուսը շատ է անհասանելի թիվը մեկ հոգի որ կարա հելնի դեմս ու իզնից աչոտ ուզի չի կարա լինի այդ մի հոգին բացարձակ մենակ լրբերի պես դուք գակա գնեք շուխուր անեք երեխեքի ներկայությամբ քֆուրներ տակ մտնեք այստեղ
fake կամ ձեր էջերով ես իմին չեր գրեք իրար չբլոկեք իրար ծապտակ ես իմին էս եք դուք հիվանդ մատերիալներ ես շատ բան կարամ ասեմ թե ձեզ թե ձեր բջիթուլին նա հենց ձեր կերպարն է նա հենց ձեր կերպարն է օրինակ բերեմ ժողովուրդ որ իրար ճիշտ հասկանան պատկերացնենք Նիկոլ Փաշինյան կամ լավ Նիկոլ Փաշինյանին թողնենք վարչապետն է կարող է այդտեղ մի քիչ ֆռ պատկերացնենք ես շատ հարգում եմ Արամ Սարգսյանին ու մեկ էլ մի օր հելնում Արամ Սարգսյանը իրեն քննադատելու համար կամ կարծիք հայտնելու համար իր մասին հելնում քրվում է սաղին մեր հեր բան արա կմտնեմ եթե կասեմ ժողովուրդ ջան ես նույնպես միանում եմ ձեր բողոքին նրա հանդեպ որտեղ դա անթույլատրելի բան է կուսակցող ղեկավարը ես կներեք 1000 քակ եմ կերել որ վախտին կարծել եմ թե նորմալ մարդ է ես գնացի ախպերես թեմայի միջից ինչ վախտին կիսել եմ իր գրը կճնջեմ թե որովհետև դա անընդունելի բան է անգամ նայեք ինչ եմ էլի ասում ու եթե ձեր համար դա ընդունելի բան է դուք հասկանում եք ես ինչեր կարամ ձեզ ասեմ որ ընդ որում դա չի լինի իմ որակումը դա կլինի հենց ձեր որակումը որովհետև ցանկացած մեկը երբ որ դիմացինին հայոյում է կամ վիրավորում է դրանով տալիս է լեգիտիմ իրավունք իր հասցեին ուտել քֆուրներ ես այսքան ժամանակ որևիցե մեկին ոչ վիրավորել ոչ քրֆել եմ մի երկու անգամ կարող է ջղայնացած հայհոյացել լինեմ բայց հակադարձելու համար որտեղ ինձ են կպել օթից ձեր նման ձեր շեֆի նման բջիթուլեք են եղել կպել են ինձ ֆռացել ոչ պաշտոնի եմ եղել ոչ ման որ ասեմ լավ կարող եմ պատասխանատվության գոտում ես ինչ բան է ինչ եմ արել չգիտեմ քրֆել են ելել եմ ասել դու մերն էլ քո հերն էլ քո բայց էլի լեզուս չի ֆռացել երեխա քրֆեմ արա որովհետև երբ որ ես քֆում գեղարվեստական պատկերացնելով տեսարանը բա ես ոնց կարամ երեխուն պատկերացնել բայց սա ձեր մոտ նորմալ է հասկացաք սա ձեր գերբ հանդիսացող ձեր բան խորհրդանիշ հանդիսացողը պիղծ սա իմ կարծիքը չի դուք տեսեք կարակացական Նիկոլն էլ է պիղծ դա ձեր կարծիքն է լինում չէ իմ պարագայում ես ոչ թե կարծիք եմ հայտնում դա հիմնավորված բաներ է հիմնավորված ոչ թե կարծելով քանի որ սա էսպես ուրեմն մտածում եմ որ ինքը թուրք կա դավաճանը ուրեմն հողերը անձը սա ձեր կարծիքն է ինչի՞ դեմ ես երբեք բան չեմ ասել ճիշտ է ես փորձել եմ ես էլ իմ տեսակետը ներկայացնեմ մարդկանց չեմ ընկել ձեր մեկ էլ ֆռում են գնել այնքան պախարակեցին այդ չեկիստական համակարգով այնքան իհարկե ահագին մաշացրեցին ցավոք սրտից ստացվեց շատ մարդիկ կերան այդ կուտը շատ մարդիկ սկսեցին էլ ճետակրկել շատ մարդիկ սկսեցին էլ բան անել աշխատեց այո որովհետև դա KGB-ի աշխատելած ձևն է եթե մի ամբողջ ինստիտուտ այդպես աշխատում է ու համարում է դա արդյունավետ դա չի կարա լինի մեկը ում հանդեպ արդյունավետ չի եթե Վազգեն Սարգսյանի նման տղին դարձրել էին հոբոբոբո ու հասան նրան որ գնդակահարեցին ու դրա համար անպատիժ մնացին արա մնացածը սով են կոտենց չի հասկանում եք դու գիտեք հիմա որ սս պախարակում են Նիկոլ ինչի համար են պախարակում դա ասածների մեջ 90%-ը մուտիլովկա է բայց նրա համար որ հանգարց մի հատ տերակտ անեն քաղաքացիները անտարբեր լինեն ասեն հա դե ես իմ 1000 կակ կարտակը բա ինչ պետք է անեն էլի ինչ իմանաս այն որ սենց կոտրում են մարդկանց սա այն իր գրոյի ձևերից է նենց որ գելեք ձեր կայֆերով իսկ ես ունեմ իրավունք նայելու հետաքրքրվելու արտահայտվելու սա ոչ թե որտեղ դու խոսելիքում ինչ կուզեմ կանեմ չէ սա փաստա մի երկրի որտեղ ցավոք սրտի դուք ունեք անձնագիր հասկացանք
Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան։ Կներեք, այս եթերը ամբողջությամբ դրանց նվիրելու համար, պարզապես, քանի որ իրավաբանական անձ են կրկնում եմ, ես չէի կարող չանդրադառնալ։ Ընդ որում, եթե ես երեկվա եթերս արած լինեի Free News-ով, հաղորդման շրջանակներում, իհարկե ես ինչ որտեղ կհասկանայի նրանց մոտեցումը, որովհետև դա է բանը։ Իսկ սա անձնական է, քաղաքացի Գնոս Սարգսյանը խոսել է, հարցերում է, ինչ որ։ Չունեք, չեք էլ կարող մենակ, դուք այդքան չկաք։ Ու ձեզ այնց որևիցե մեկը, ձեր միջից որևիցե մեկը այդքան չկա։ Ներող կլինեք ժողովուրդ ջան, այս թեմայով ձեր մտքերը ուղեղը ծանրացնելու համար, բայց այս եթերը թող այսպես մնա, առաջիկայում գուցե պետք գա։ Բարի գիշեր ձեզ, լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, մենակ տրամադրությունները դուք տեղը պայեք, որովհետև ձեր տրամադրությունների վրա աշխատում են այն հարյուրավոր բացասական բաներ տարածող էջեր, որոնց խնդիրը մեկն է, ոչ թե ճիշտ բան կամ սուտ բան տարածեն, չէ, այլ ձեր ուղեղի մեջ միշտ դնեն բացասական բառերով կազմված նախադասություններ, բացասական մտքեր, բացասական տրամադրություն, բացասական էմոցիա։ Իրանց դա է պետք, մնացածը իրանց կարծիքով տեխնիկայի հարց է։ Ընդ որում այդ կարծիքի մեջ որոշակի ցավոք սրտի ճշմարտության մասնիկ կա։ Բայց թույլ չենք տա։ Մենք ինպես հազարով լավ տղեր կան, որ հաստատ թույլ չեն տա։ Վարդանիկի վրա շատ մի ջղայնացեք, մի ներվեք, գիժ այդ մարդը։ Այդ մարդը գիժ է, ունի հաստատուղթ համապատասխան, որ ինքը գիժ է։ Նենց որ մի բան եք, լավ եք, բարի գիշեր։